Այս ամենին մենք հակադրելու ենք ինքնիշխան խաղաղության կառուցման մեր մոդելը։ Խաղաղության կուսակցությունը մենք ենք եւ այդպիսին ենք եղել ի սկզբանե։ Մենք միշտ էլ ասել ենք, որ պետք է կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, որ մեր ազգային անվտանգության գլխավոր երաշխիքը հենց Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մեջ պետք է փնտրել եւ մենք շատ արդյունավետ ենք գործել այդ ուղղությամբ։ Կասեք, բա ինչու չեք հասել արդյունքի, շատ պարզ պատճառով Թուրքիան ու Ադրբեջանը համաձայն էին, արդյունքի չհասանք, որովհետեւ մեր ներքին առավելապաշտները խանգարեցին դա անել։ Եվ մենք պատրաստ ենք շարունակել խաղաղության հաստատման գործընթացը եւ կատարել Հայաստանի կողմից ստանձնված բոլոր միջազգային պարտավորությունները։ Ես նորից կրկնում եմ սա որպես կարևորագույն հայտարարություն։ Մենք պատրաստ ենք շարունակել խաղաղության հաստատման գործընթացը եւ կատարել Հայաստանի կողմից ստանձնված բոլոր միջազգային պարտավորությունները։ Այսինքն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ խաղաղության հաստատումը եւ հարաբերությունների կարգավորումը լինելու է մեր գլխավոր առաջնահերթությունը։ Բայց ես ուզում եմ հիշեցնել ձեզ, որ մենք նաեւ անկախականներ ենք։ Մեզ պետք է խաղաղություն, որը պաշտպանում է մեր անկախ պետականության հիմքերը, մասնավորապես անկախության հռչակագիրը, հայ առաքելական Սուրբ եկեղեցին, որ դարեր շարունակ եղել է մեր ազգային միասնության ցեմենտն ու շաղախը, եւ մենք պնդում ենք, որ մեր ներքին հարցերը, մեր ընտրությունները, սահմանադրությունը, պետական խորհրդանիշները, պատմագրությունը մերն են բացառապես, ոչ մեկին թույլ չենք տալու խառնվել այդ հարցերի մեջ, մի բան, որ Նիկոլը անում է։ Խաղաղությունը, որովհետև չի կարող պայմանավորված լինել մեր ներքին քաղաքական ինքնակառավարման հարցերին վերաբերվող Ադրբեջանի պահանջների կատարմամբ։ Մեզ ոչ ոք իրավունք չունի դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրություն կատարելու անհրաժեշտության, իսկ ես կասեի վտանգի առջև։ Իրականում այդպիսի ընտրություն չկա։ Կորցնես ինքնիշխանությունդ, կկորցնես նաև խաղաղությունը։ Մենք անկախական ենք նաև այն իմաստով, որ արևմտամետ չենք, ռուսամետ չենք, եւ մենք համարում ենք, որ պետք է համագործակցել ամբողջ աշխարհի հետ։ Իդեպ, ով որ կասկածում է մեր արտահայտված դիրքորոշումների վրա, խորհուրդ կտամ կարդալ մեր վերջին համագումարում ընդունված բանաձևը, որտեղ մենք բացահայտ խոսում ենք սրա մասին։ Իրականում, եթե ուզում եք, ես այսպես կձևակերպեի, մենք եւ արևմտամետ ենք, եւ ռուսամետ ենք, եւ իրանամետ ենք, եւ չինամետ ենք, եւ ադրբեջանամետ ենք, եւ թուրքամետ ենք, մենք բոլոր եւ ճապոնամետ ենք, մենք բոլորի հետ պատրաստ ենք գործ ունենալ, եթե իրենք գալիս են այստեղ ներդրումներով, գալիս են այստեղ նորմալ համագործակցության պլաններով եւ ոչ թե գալիս են իրենց աշխարհակահական նկարտումների համար պայքարում Հայաստանը որպես կռվադաշտ օգտագործելու նպատակով։ Այդ դա մենք թույլ չենք տա։ Մենք մեր նախընտրական ծրագրի հիմքում դնելու ենք նաև այդ Հայաստանը որպես կամուրջ ամբողջ աշխարհի հետ համագործակցող կամուրջ լինելու մոդելը։